Խորվաթիա։ Այս տարօրինակ ինքնաթիռով ենք իհարկե ջրում, եթե նկատեցիք շատ վախենալու ինքնաթիռ է, ես դեռ վախենում եմ, ես 2 ժամ է, ինչի ենք թռնում Խորվաթիա, որովհետև մեզ հնարավորությունը ընձեռնել, ավելի ճիշտ մեզ այդ հնարավորությունը ընձեռնել է Ավտոհաուս ընկերությունը, որպեսզի մենք առաջինը Հայաստանում տեսնենք և փորձարկենք 2017 թվականի արտադրության Porsche Panamera-ն։ Այո, Porsche։ Գնանք տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ բավականին մեծ արձագանք ստացած ավտոմեքենան։ Հիմա ձեզանից շատերը կմտածեն, օպերատորի եղածն ինչ է, որ մի հատ օպերատորը չեք վերցրել հետները տանեք, հեռախոսով եք նկարում, ասեմ։ Օպերատորը, քանի որ շատ տեղ է զբաղացնում, համ էլ ինքնաթիռի մեջ բավականին խիտ էր, էլի շատ մարդ կար, նրան հանձնեցինք որպես ուղեբեռ, այո, հանձնեցինք որպես ուղեբեռ, այսինքն բագաժ։ Հիմա ինքնաթիռից կիջնեմ, կգնամ իրան կստանամ ու արդեն դրանից հետո ինքը կսկսի նկարել, այո, այնպես որ ինչ հանդիպում։ Ինչ մենք ի վերջո հասանք մեր հյուրանոց, այսինքն մի քիչ շուտ էինք հասել, պարզապես այնքան խիտ է մեր գրաֆիկը, այնքան շատ բան կա անելու, որ չէինք հասցնում ինչ-որ նկարահանումներ անել, բայց հիմա, քանի ժամանակ ունենք 2 րոպե, հենց ներկայացումից առաջ, այսինքն պրեզենտացիայից առաջ, հիմա ասեմ, հիմա մտնում ենք ներս, այնտեղ տեղի ունենալու պրեզենտացիան Sport Turismo-ի ու ինչ-որ չափով հիբրիդի, տեսնենք ինչ կներկայացնեն, ինչ նորություններ կասեն, ըստ դրա էլ արդեն վաղը ուղղորդվելով մենք կհայտնենք ձեզ, այսինքն ես կհայտնեմ ձեզ այդ ինֆորմացիան։ Մի խոսքով, գնանք ներս ու այսօր դեռ էլի լիքը բաներ ունենք անելու, չգիտեմ դեռ կհասցնենք ինչ-որ բան նկարել թե չէ, բայց շատ մեծ հույս ունեմ, որ կհասցնենք, եթե չհասցնենք, արդեն առավոտ լույսով, բարի լույսով կտեսնենք իրար, բայց բնականաբար նույն հաղորդման շրջանակներում, այնպես որ չհեռանանք։ Io valgo molto più di te, lo sai amico. Io
algo più di te, anche se resto zitto alla mia. Ահա եւ այդ մեքենան Porsche Panamera Sport Turismo Ինչով է տարբերում Sport Turismo սովորական սեդանից հետևի հատվածը տանիքի հատվածը մի քիչ ավելի բարձր է ու բավականին շատ տեղ են խնայել դրա հաշվին, այդ բանի հաշվին մի խոսքով այսօր ոչինչ ես ձեզ չեմ պատմի մեքենայից այսինքն ինձ համար այսօր ձեզ համար հիմա այս պահին, որովհետև հիմա մեզ մոտ արդեն գիշեր է, մենք կգնանք ընտրելու եւ քնելու, իսկ դուք կսպասեք պարզապես 1-1.5 րոպե մինչև կգա առավոտը, կբացվի լույսը։ Ասեմ, որ առավոտյան նախնական տվյալներով ես փորձարկելու եմ առաջինը Sedani Turbo S հիբրիդը 680 ձիաուժ զորությամբ, բնականաբար հայավարի ամենահզորը ու ամենաթանկարժեքն ենք վերցրել Հետո կփոխարինենք Sport Turismo-ով, բայց էլի Turbo S հիբրիդ, գոնե Turbo S, գոնե այդ մինիմում 550 ձիաուժը, որ լինի էլի, ու մինիմում լավ թանկ լինի։ Մի խոսքով, հեսա կվերադառնանք, հեսա մի քիչ սպասեք, հեսա վերադառնում ենք, արդեն անցնենք test drive-ի։ Մենք արդեն ասեցի, մենք փորձարկում ենք հիմա այս պահին Porsche Panamera Sedani Turbo S հիբրիդը, որը 680 ձիաուժ հզորություն ունի, պատկերացնեք 680, քիչ չի, շատ է, 550 ձիաուժը գնում է V8 շարժիչին, 4 լիտրանոց, 136 ձիաուժը էլեկտրական շարժիչն է, Ընդհանուր 680 ձիաուժ հզորությունը 850 նյուտոն մետր բոլորով մոմենտով հզոր է։ Հիմա ես հեսա որ ուղիղ ճանապարհ գտնեմ, ես մի հատ էլ launch control կանեմ, կտեսնեք թե ինչա անում էս մեքենան, խայտարակությունը հիբրիդը, որ տենց տեղից փոքվի ու տենց գնա, այդ մահա, նայեք։ Հիմա կանգնում ենք ու բավականին հեշտ եմ հասնել, Mercedes-ի նման չի, BMW-ի նման չի։ Պարզապես միացնում ես S+ ռեժիմը, այստեղ ղեկի վրայից, սեղմում ես արգելակը, սեղմում ես գազի ոտնակը եւ բաց ես թողում։ Ու ինքը կոտևը գնում է, հոդա։ Ու մեջքը ջարդում է, անպայման մեջքը ջարդում է, ես մի հատ խելագար բան է։ Հենա իմ գործընկերն էլ է զարմացած ու ընդհանրապես իր գնալը մահա շատ հեշտ հասնում է 200 արագության հիմա իհարկե անձրևոտ է եղանակը ես վախենում եմ ինչ-որ մի քիչ շատ բաներ անել բայց մեքենան իրոք թույլ տալիս է ոչինչ չի ներվում նույնիսկ անձրևոտ ճանապարհներից սրահը շատ որակով պատրաստված, շատ որակով նյութերից, կաշին բարձրորակ, կարերը լուրջ եմ ասում ոնց որ ամեն կար մի հոգի սենց դրած, սենց գիշեր, ցերեկ, սենց ձեռքով գործած լինի, որովհետև ահա որ հավասար է, սենց բան, չգիտեմ, են Rolls-Royce մեջ է սենց բան լինում, որ կարերը շատ հավասար են լինում, ասենք չի փախնում, կարը գնում, կողքի մեքենա հետ գալի բան, այդպես բաներ չկա։ Սա ուղիղ է, սա գեղեցիկ է, այստեղ ունենք կարբոնի դետալներ, սրա փոխարեն կարող լինի ալյումին կամ փայտ, բայց դե կարբոնը բնականաբար ամենաթանկ տարբերակն է, սա executive մոդելն է, executive-ը ավելի երկար է, ընդհանուր բազան, թափքը ավելի երկար է, քան սովորական Turbo S հիբրիդինը, ինչքան կարծեմ 150 մմ, եթե չեմ սխալվում, այսինքն 15 չեն կարող ասխալվում, մի քիչ 15 սանտիմետր շատ է լինում, բայց մի խոսքով բավականին երկար է ու հետևի նստատեղը շատ հարմարավետ է, այն որ ոտքերը կարաս ուղես ու ինչ ուզես անես։ Մեքենայի կառավարելիությունը ես չգիտեմ։ Ես այդքան մեքենաներ վարել եմ, բավականին հետաքրքիր, բավականին սպորտային Իհարկե Պանամերան այդքան էլ սպորտային մեքենա չի համարվում, ինքը ավելի բիզնես դասի մեքենա է համարվում, ինքը շատ հետաքրքիր ինչ-որ դաս է, որ
մտածում ես ինքը Mercedes-ի CLS-ի, BMW-ի Grand Coupe-ի, Audi RS7-ի, այսինքն i7-ի 10-ն է, բայց ինքը այնքան տեխնոլոգիապես հագեցած է, զարգացած ու այնքան հարմարավետ ամեն ինչով, որ իրան հիմնականում համեմատում են BMW-ի 7-րդ սերիայի ու Mercedes-ի S10-ի հետ։ Չգիտեմ ինչքանով է ճիշտ, ինչքանով չէ, բայց կարելի է երևի համեմատել, էլի որ ամբողջ աշխարհն է համեմատում, ես չեմ ասում։ Բայց բավականին չոր է այդ մոդելների համեմատ, ես չգիտեմ, իհարկե շատ հետաքրքիր է, շատ լավ զարգացած է, բայց բավականին չոր է, նույնիսկ այս ամենափափուկ տարբերակով, որ վարում ես, ու չգիտեմ, ասենք միացնենք e-power mode-ը, որ հիմա տեսեք շարժիչը V8-ը լիովին անջատվեց, ու մենք հիմա գնում ենք միայն էլեկտրական շարժիչով, այդ 136 դիաուժանոց, հիմա ընդհանրապես շարժիչից ձեն չի գալի, մեքենայից ձեն չի գալի, տախոմետրը չի աշխատում, երբ որ լավ սեղմեմ գազի ոտնակը, հիմա գազի ոտնակը բաժանվել է երկու ռեժիմի, այսինքն մի հատը առաջինը սենց շատ փափուկ է գնում է ոնց որ հասնում է ինչ-որ մի հատ կետի ու սենց պնդանում է, եթե այդ պինդ կետն էլ սեղմես, միանում է արդեն V8 շարժիչը, շատ հետաքրքիր է ու շատ լավ հասկացնել է տալիս, մինչև ուր է պետք սեղմել, որ հələ որ առանց ինչ-որ վառելիք ծախսելու տեղաշարժվես, շատ հավես է։ Հետևի հատվածում այս սենսորը, որ ես ձեզ ցույց տվեցի, 12.3 դյույմանոց, հետևն էլ մի հատ նման մոնիտոր կա հետևի նստողների համար, հետևի ուղևորների, որոնք կարողանում են կառավարել կլիմատ կոնտրոլ, տենց բաներ, տեսեք միացրեցինք շարժիչը, գնացինք, դա պարզապես ոտի սեղմակով, բայց ասեմ բավականին անհարմար է e-power mode-ով արագ երթևեկել, որովհետև մեքենա սենց նավի նման է աշխատում մի քիչ, որովհետև շատ փափուկ է, գոնե սպորտ կամ սպորտ պլյուսով պետք է վարես, որ չոր լինի, որ ղեկը լինի հստակ, ձիգ, փոխանցումատուփը արագ, շատ, աշխատում է շատ ուրիշ, այսինքն ոչ ստանդարտ, ոչ փափուկ ձևով, շատ ուրիշ ստրատեգիայով է աշխատում, այստեղ ուրեմն ունի 6 հիմնական փոխանցում, այս իդեպ ասեմ, որ շատ հայտնի է արդեն դարձած PDK փոխանցումատուփն է, Porsche Doppelkupplung, չգիտեմ Doppelkupplung ինչ է նշանակում, չվախենալու բառը, բայց արդեն հայտնի է, շատ լավ, չգիտեմ, իսկական սպորտ քարի նման է իրան պահում ու ճանապարհը շատ լավ ազգուշրջադարձերը նենց համակում չեք պատկերացնում ու ղեկը այս սպորտ պլյուս համակարգով ղեկը շատ ձիգ է, շատ կարճ է ու ջուր է, այսինքն անկյունը շատ քիչ փոխում ես, ինքը շատ մեծ անկյունով հակերն է պտտում, մի խոսքով շատ քիչ պտույտ կատարելով դու կատարում ես արդեն մեծ շրջադարձեր արագության համար շատ լավ է իրան սպորտ, շատ լավ պահում է ու launch control-ի ժամանակ հեսա մի հատ էլ կփորձենք launch control անել, launch control-ի ժամանակ 4 ակերով կողասահքի է գնում ես մեքենան, իհարկե էլեկտրոնիկան թույլ չի տալիս նման բան, ինքը միանգամից պահում է, խեղդում է, բայց այն որ ինքը հասցնում է ասենց մի քիչ կողքի թողնի մեքենան գնա, այդ հաստատ ու ինձ թվում է այդ ամեն ինչը հաշվարկ է, այդ ամեն ինչը արված է հենց այդ հաճույքի համար, այսինքն ինքը քեզ մի քիչ թողնում է որ մեքենան ասես գնա կողքի, դու մի քիչ ասես շշմես, ասես հավես, ասես հաճույք ստանաս, բայց չի թողնում այն որ չափի ասես, չնայած այստեղ կա կոճակ, ESP-ն է անջատում, որը արդեն էտել են, որ սենց անջատում է, ասում է, աղբեր ջան, ինչ ուզում ես արա, վсё, ես քո հետ գործ չունեմ, մենք իրար հետ կապ չունենք, հետո ինձ չգաս ասես, ինչի սենց ստացվեց, ես հետ կնոպենա, այսինքն սպորտ պլյուսի հետ, սեղմում ես այս կոճակը, ու վсё, ու արտադրողները, ինժեներները քեզանից հրաժարվում են, հիմա, մենք մի հատ կայանենք, կատարենք մի launch control, բայց արդեն ESP-ն
անջատած, ESP-ն անջատեցինք, PCM Sport, զգացիք ինչքան է կողքի գնում, այսինքն դուք չգիտեմ զգացիք թե չէ, ես զգացի, ինքը չի հասցնում արդեն, ոչ թե չի հասցնում, այլ ինքը պարզապես ESP-ն անջատածել չի օգնում քեզ։ Այստեղ ESP չի, այստեղ PSM էր։ Ինքը չի օգնում։ Բայց այս վարելը բավականին վտանգավոր է, ասեմ ձեզ, ենթադրում եմ։ Հիմա մենք երթևեկում ենք շատ խուճուշ ճանապարհներով 130 կմ/ժ արագությամբ, բայց բավականին հեշտությամբ մեքենան շատ լավ կառավարվում է, փոխանցումը հենց իջացնում է, ինքը միանգամից իջնում է, չի թողնում, որ ինչ-որ երկար ժամանակ անցնի, որ չգիտեմ, հետո չկարողանաս մտնել այդ շրջադարձի մեջ։ Նման բաներ չկան, ինքը միանգամից կտրուկ իջավ, գազը թողեցիր, իջավ, արգելակման ոտնակը սեղմեցիր, դանդաղացավ, գազը սեղմեցիր, արագացավ, փոխանցումը բարձրացավ, մի խոսքով ամեն ինչ է, որ մաքսիմալ արագ, մաքսիմալ ճիշտ անում է նենց, ոնց որ պետք է անի։ Եվս մեկ անգամ, one more time։ Խելար։ Հիմա ես ձեզ ասեմ, թե ինչի եմ սենց հաճույքով այսքան օգտագործում մեքենայի launch control-ը, այսինքն հանգիստ առանց ներվելու, որովհետև Porsche-ն ինքը հայտարարում է, որ այս փոխանցումատուփի launch control-ը կարող ես օգտագործել անսահմանափակ, ինչքան ուզես, այսինքն ինչ-որ խնդիրներ դրանից չեն առաջանում, այնպես չի, որ, չգիտեմ, մի բանը փչանա, գնաս տեղ սպասարկման, քեզ ասեն, ինչ ես արել, launch control արել ես, ասես, հա, ասին չէ, ուրեմն, չգիտեմ, դա բանից դուրս է գալի, երաշնիկից դուրս է գալի կամ բան։ Չկա նման բան, ինչքան ուզում ես արա, ուզում ես առավոտ, ասենք, սառը սուրճի փոխարեն, որ պետք է խմես թարմանաս, ուզում ես launch control արա, որ թարմ գնաս գործի։ Շատ հետաքրքիր, ես չգիտեմ ոնց են իրանք դրան իհարկե հասել, որովհետև բոլոր մնացած, բոլոր չէ, հիմնականում մնացած սպորտային մեքենաները ունեն այդ խնդիրը, որ մի քանի անգամ իրար հետևից անելուց տաքանում է այդ ռոբոտը, սկսում է սխալ աշխատել, որոշ դեպքերում նույնիսկ փչանում է, չգիտեմ, հազար մի խնդիր է առաջանում։ Իսկ այս մեքենայում ոչ։ Մոտավորապես այս մեքենայի արժեքը սկսվում է $200,000-ից, այն բազային տարբերակը։ Իսկ այն լավ full օպցիաներով, ամեն ինչով հասնում է մոտավորապես մինչև $300,000 կարող եք հասցնել հենց հիբրիդ տարբերակը, այսինքն turbo S հիբրիդ տարբերակը։ Իսկ եթե մեքենայի գինը պետք է հասնի $300,000-ի, ավելի լավ է $300,000 10 գնես, ասենք 911 Carrera GT2 RS, ինքը նրա գինը հենց այդքանից է սկսվում է, $290,000-ից է սկսվում է, բայց դա այն աշխարհի ամենալավ հիպերքարերից մեկն է, ինքը սուպերքարա, թե հիպերքարա, չգիտեմ ինչ է, բայց այն որ հաստատ ամենալավերից է, այդ միանշանակ, օրինակ նույն 918 Spider-ը Նյուրբուրգրինգում 4 տարի մի ռեկորդ էր խփել, որ 4 տարի ոչ ոք չէր կարողանում այդ ռեկորդը անցնել։ Մենակ այս տարի Lamborghini-ն հանեց Huracan-ի Performante մոդելը, որը 5 վայրկյանով գերազանցեց Porsche 918 Spider-ին, բայց 4 տարի անց այդ մեքենան 4 տարի մնացել է լիդեր։ Փոխանցումատուփը, ինչպես արդեն ասացի, 8 աստիճան PDK-ն է։ Ինչի 8 աստիճան, հիմա շատ էլ կմտածեք, մնացած բոլոր մեքենաների մեջ հիմնականում այդ երկու կցորդումով փոխանցումատուփները 7 աստիճան են լինում։ Please turn right after 250 meters onto the D27. Աղջիկ ջան, դե շնորհք ունեցի էլի։ Մեծերը խոսում են, հրի։ Տղամարդն է խոսում։ Այո։ Հա, 8 աստիճան։ Այստեղ ուրեմն փոխանցումներից 6-ը հիմնական փոխանցումներն են 6-ը։ Ունենք 6 հիմնական փոխանցում։ Իսկ այն երկուսը այսպես այ մի ձենդ կտրի, թող խոսամ, բրցնեմ, հետո բերք հարցերը գոնե խոսալուց առաջ։ Չհասկացա, էս ինչ ձև է։ Հա։ Այն երկուսը ոնց որ ավելի կոչվում է օգնող փոխանցում, այդ գիտեք ինչի համար է,
երբ վարում ես, վարելու ընթացքում էլ զգացվում, այսինքն դու այդ փոխարկումները տենց ուժեղ չես զգում մեքենայի վրա հանգիստ վարելու ժամանակ, որովհետև ինքը ինչ որ այդ միջանկյալ փոխանցումները որ ունի աստիճանները, մի խոսքով շատ հետաքրքիր կերպ աշխատում, որ դու չես հասկանում, ինքն է չի հասկանում, ասենք երրորդա թե չորրորդա թե հինգերորդ ու դու էլ չես հասկանում ու այն գազի ոտնակի sense D27 for 12 kilometers. Այն գազի ոտնակի թեթև sense սեղմելու հետ ինքը հասկանում է պետք է իջնի 4 թե բարձրանա 5, այսինքն sense ինքը լողում է աստիճանների մեջ։ Ինչ որ sense տիպը sense ինչ որ վարիատորանման ինչ որ բան է ստացված, բայց դե վարիատոր չի, փոխանցումատուփը 8 աստիճան ռոբոտ է, երկու գծորդումով։ Անչափ շնորհակալություն իհարկե ավտոհաուս ընկերությանը, որ մեզ վստահեց, դե առաջին անգամն է, որ նման պրոյեկտով դուրս են գալիս Հայաստանից, մաքսիմալ լավ ձևով վարենք այս մեքենան, որպեսզի արդարացնենք Please նրանց turn սպասումները։ left after 250 meters and continue to follow the D27. Դե ինչ, այսօրվա համար այսքանն էր, կհանդիպենք։ Հաղորդման գլխավոր հովանավոր Եվրոմոթորս ընկերությունը BMW և Mini ապրանքանիշերով։ Ես անհնարին եմ։ Մաքուր էջ։ Ես անհավանական մեկն եմ։ Տեսլական, երազանք, խենթ գաղափար։ Ես միլիոնավոր հարցերն եմ, նախկինում այդպես էլ չգտած պատասխանների անվերջ որոնումն եմ։ Փորձ ձախողում, փորձ կրկին ու կրկին։ Ես դառնում եմ տեսանելի, ես աճում եմ։ Ես կարողանում եմ դա անել։ Ինձ նայեք, ես հաղթանակն եմ, հաղթահարելով վախը, կասկածը, բանականությունը։ Ես ապացույցն եմ, որ անհնարին բան չկա։ Ես իրականանալի եմ։ Ես I 8 եմ։